Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր օգոստոսի 15-ն է և մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր էլ կան հարցեր քննարկելու, օրինակ, բավական սրվեցին հարաբերությունները Ռուսաստանի և Ճապոնիայի միջև, որն է պատճառը։ Այսօր էլ մենք կխոսենք Հայաստանի կողմից արված քայլերի մասին, ու այսօր ես անպայման կկենտրոնանամ այն դրականի, որը կապված է մեր երկրի հետ, մեր քայլերի հետ, այն դրական արդյունքների, որոնք մենք տեսնում ենք։ Դա շատ կարևոր է։ Այո, մենք փորձագետներս եւ ես միշտ բարձրացնում ենք հարցեր, ուղղում ենք հարցեր կառավարությանը, նաև մեր առաջարկություններն ենք անում, անչափ կարևոր դա աշխատանք է, ուշադրությունը կառավարության դարձնում ենք խնդիրների վրա, վտանգների, որոնք գալիս են մեր ուղղությամբ այս ալեկոծվող աշխարհում, բայց միաժամանակ դուք գիտեք իմ սկզբունքը դրականը ասել, որ հասարակությունը եւ Սփյուռքայությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասկանան, որ գնում է աշխատանք ու այդ աշխատանքը տալիս է իր արդյունքները տարբեր ոլորտներում։ Ուրեմն այսօր մենք ունենք քննարկելու հարցեր, նաև կխոսենք ինչով կավարտվեց այս Էդգար Ղազարյանի ընդդիմադիր պատգամավորի հետ կապված պատմությունը, դրա մասին էլ նաև կխոսենք։ Ուրեմն ունենք ասելիք, քննարկելիք այսօր ու սկսում ենք մեր աշխատանքը։ Ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ ավելի ակտիվ մեր YouTube-յան ալիքը զարգանա։ Դրական օրինակներից ուզում եմ սկսել այսօրվա աշխատանքը։ Պարոն Վահան Կոստանյանը, դուք գիտեք, Վահան Կոստանյանը ինքը փոխարտգործնախարարն է Հայաստանի։ Ինքը գտնվում է Կիևում, Ուկրաինայում։ Ունեցել է ինքը լուրջ հանդիպումներ փոխարտգործնախարարի հետ Ուկրաինայի Ռադայի, բարձրագույն Ռադայի, Ուկրաինայի պարլամենտի փոխխոսնակի հետ, այլ կարևոր հանդիպումներ։ Ինքը գլխավորում է Վահան Կոստանյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։ Ինչի հետ է կապված այդ պատվիրակությունը, Կիև Պեչորյան Լավրայի 975-րդ ամյակն է ու այդ տոնակատարության նվիրված միջոցառումների մասնակցեց Հայաստանից պատվիրակություն, որը գլխավորեց այ մեր փոխարտգործնախարարը։ Շատ կարևոր դրական լուր է։ Հիշում եք, ուղղակի 3 չառաջորը ես ձեզ հետ խոսացել եմ հեռախոսազրույցների մասին։ Զելենսկու Նիկոլ Փաշինյանի հետ, Զելենսկին դուք գիտեք, դա Ուկրաինայի նախագահն է, Ուկրաինայի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի միջև հեռախոսազրույց եղել է։ Ինչ եմ ուզում ասել, այս կոնտակտները քաղաքական մեր պետությունների միջև ուժեղանում են ու ստեղ մեր պատվիրակությունը, երբ որ պարոն Վահան Կոստանյանը ունեցել է հանդիպումներ, քննարկել են ուկրաինացիների հետ տարբեր հարցեր, օրինակ, որ քաղաքական երկխոսությունը ուժեղանա, զարգանա, որ տարբեր ոլորտներում գնա նաև համագործակցություն, տնտեսություն, էկոնոմիկա, էներգետիկա։ Ուկրաինան եւ իրենց պաշտոնյաները հույս ասեցին իրենց հույսերի մասին, որ Հայաստանը կշարունակի դեպի եվրոինտեգրացիայի ուղղությամբ գնալը։ Ուկրաինան պատրաստ է փոխանակել իրենց փորձը եվրոինտեգրացիայի ճանապարհով։ Քննարկվել է հարց համագործակցության Հայաստանի եւ Ուկրաինայի միջազգային հարթակներում, միջազգային կառույցներում, նաեւ այդ թվում միջպարլամենտական միջազգային կառույցներում։ Միանշանակ լավ լուր է, այո, Հայաստանը պետք է
բազմավեկտոր քաղաքականություն վարի ու Ռուսաստանի քաղաքականությունը մեր նկատմամբ կոշտ հակահայկական պահանջում է մեզանից ճկունություն, բազմավեկտոր քաղաքականություն, բալանսավորվող քաղաքականություն կարելի է այդպես ձևակերպել, այդ ձևակերպումը դուր է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս ձևի կարող ենք ձևակերպել, բայց գլխավորը, որ մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք եւ համագործակցելով տարբեր պետությունների հետ, տարբեր միջազգային կառույցների։ Ուկրաինայի հետ համագործակցությունը ել ավելի կարևոր է այն կոնտեքստով, որ Ուկրաինան ունի մեծ թվով դաշնակից պետություններ ու իրանք միանշանակ շատ դրական կնայեն այս հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ուժեղացման նկատմամբ շատ դրական են նայելու։ Շատ կարևոր ու դրական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը վերջի բրիֆինգի ժամանակ, երբ որ ինքը հարցերին, լրագրողների հարցերին պատասխանում են, անդրադարձավ այն կոնցեսիայի, որը Ռուսաստանը ունի մեր երկաթ գծերի վրա։ Ու ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, շատ բաներ, ինչը ինքը ասել է, քննարկել է, մենք ձեզ հետ քննարկել ենք, բայց այս անգամ շատ կարևոր ինքը հարց նշեց, որ Հայաստանը ուզում է, որ այդ կոնցեսիայի կարգավիճակը փոխվի, կարող է մասամբ առանձին հատվածների վրա մեր երկաթգծի։ Մի շատ կարևոր պատճառով, որ Հայաստանը ուզում է, որ ապաշրջափակում լինի, որ կապ հաստատվի, օրինակ, երկաթգիծ Հայաստան-Թուրքիա, երկաթգիծ Հայաստան-Ադրբեջան։ Ու ստեղ անհրաժեշտ են աշխատանքներ կատարել, բացի դրանից ամենակարևորը, քանի որ Ռուսաստանի իմիջը շատ վատն է, ոչ ոք չի ուզում իր ապրանքները Ռուսաստանի երկաթգծերով անցկացնել, Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց այդ հարցը։ Դա է պատճառը, որ մենք ուզում ենք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ կոնցեսիայից կամ մասամբ հրաժարվի այդ կոնցեսիայից։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն դրա մասին խոսեց, չեմ ուզում խորանալ, բայց այն, որ ինքը բաց ասեց, որ ապաշրջափակում չի լինի, եթե կոնցեսիան մնա Ռուսաստանի ձեռքերում, կոնցեսիան մեր երկաթգծերի վրա, ինքը դա ասեց հստակ ու ինչը ողջունում է։ Ավելին Նիկոլ Փաշինյանը ասեց, որ նույնիսկ եթե Հայաստանը, կներեք, Ռուսաստանը, բացի ճանապարհ մեր ապրանքների համար դեպի ռուսական շուկա, եթե նույնիսկ դա արվի, այնուամենայնիվ Հայաստանը կշարունակի դիվերսիֆիկացիա տարբեր ոլորտներում, նաև առևտրի, նաև տնտեսության։ Անչափ կարևոր մեսիջեր ու ես դա ողջունում եմ։ Ես երկար սպասում էի Եվրոմիության արձագանքի։ Ինչ հարցի հետ կապված։ Դուք հիշում եք օգոստոսի 8-ին մեկ տարի անցած տարվա օգոստոսի 8-ից հետո Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո մեկ տարի անց արձագանքեցին այդ մեծ process-ի, որը գնաց Հայաստանի ու Ադրբեջանի միջև Դոնալդ Տրամպի շնորհիվ Միացյալ Նահանգների նախագահի, այս տարվա օգոստոսի 8-ին մեկ տարվա կապակցությամբ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հետո հեռախոսազրույցներ եղան Թրամփ Նիկոլ Փաշինյան, Թրամփ Իլհամ Ալիև, ու մենք շատ այդ հարցերը քննարկում էինք, վերլուծում էինք ասածը կողմերի։ Բացի դրանից մի շարք երկրներ ասեցին իրենց կարծիքը, հայտնի շահագրգռված այս process-ներում, նույն Ֆրանսիայի ղեկավարությունը, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, դա շատ հասկանալի է։ Եվրոմիությունից արձագանք կար, բայց միջին մակարդակի ինչ որ պաշտոնյան ինչ որ բան ասեց։ Ու ես ճիշտ ասած սպասում էի, որ Եվրոմիությունը այս մեծ process-ի, որը գնում է Միացյալ Նահանգների շնորհիվ Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության օրակարգերը, այս զարգացումները որ գնում են, ես սպասում եմ պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե առանձին պաշտոնյանի, այ հենց պաշտոնական դիրքորոշումը Եվրոմիության։ Եղավ այդ դիրքորոշումը, երեք հայտարարությունով հանդես եկավ Եվրոմիության հանձնաժողովի մամլո քարտուղարը,
Պարզ է ողջունվեց այդ process-ը հայ-ադրբեջանական հաշտեցման process-ը կամ խաղաղության այդ դեպի գնալու process-ը գնահատվեցին այս մեկ տարվա քայլերը կողմերի եւ Հայաստանի Ադրբեջանի դա շատ կարեւոր է, բայց ինձ համար կարեւոր էր, որ Եվրոմիությունը նշեց, որ անպայման դելիմիտացիան, դեմարկացիան պետք է լինի, վերջնական պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ հումանիտար հարցեր լուծվեն նաեւ այն մարդկանց, որոնք անազատության մեջ են։ Ես ճիշտը ձեզ ասեմ, բավարարված էի շատ այդ հայտարարությունով, երեք արված Եվրոմիության կողմից, քանի որ իրենք նշեցին այն գլխավոր հարցերը, որոնք կուժեղացնեն այս խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Իդեպ ասեմ ձեզ, այս մեկ տարվա կապակցությամբ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո նաեւ Միացյալ Նահանգների կողմից քայլեր կան, դուք գիտեք, Վահան Կոստանյանը փոխարտգործնախարարը միջև Կիև մեկնելը եղել է Վաշինգտոնում, այնտեղ շատ բարձր մակարդակով հանդիպումներ էին Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ, նաև երակողմ հանդիպում էր փոխարտգործնախարարը Ադրբեջանի, փոխարտգործնախարարը Հայաստանի եւ տեղակալը պետքարտուղարի քաղաքական հարցերով հանդիպեցին Վաշինգտոնյան այդ process-ից քննարկեցին, խոսեցին, նշեցին դրականը։ Ինչ եմ ուզում ասել, այս բոլոր նախաձեռնությունները նաև եկող Հայաստանից, ոչ միայն Հայաստանից, բայց նաև եկող Հայաստանից անչափ կարևոր են ու դրական են։ Մյուս շատ դրական լուրը, դուք գիտեք, մեզ մոտ սկսեցին տպել կենսաչափական անձնագրեր, միջազգային նորմերին համապատասխան, անվտանգ, այս կենսաչափական անձնագրերը տպվում են Ֆրանսիայի ընկերության միջոցով, ստեղ մեծ process էր, երկարաժամկետ process էր, ավարտվեց ու ուղղակիորեն աշնանը կսկսեն բաժանել մեզ կենսաչափական անձնագրերը։ Ու կապված չի դա, մենք ինչ անձնագիր ունեն այս պահին։ Սովորական անձնագրեր շատերս ունենք, գումարած ID card, դրա հետ կապված չի։ Այս առանձին process է, ի վերջո բոլոր մեր քաղաքացիները պետք է հետո անցնեն մոտ ժամանակներս կենսաչափական անձնագրերի ավելի պաշտպանված, ավելի կարևոր փաստաթղթեր, միջազգայինորեն ճանաչված փաստաթղթեր։ Դրական process է, դա դրական է նաև վիզա լիբերալիզացիայի կոնտեքստում։ Մեր հասարակությունը իրոք սպասում է, որ եվրոպացիների հետ, Եվրոպայի հետ ունենանք ազատ վիզա, այդ այդպես կոչված շենգենյան վիզա։ Հիմա ստանալը շատ դժվար է, դուք գիտեք դժգոհություն կա հասարակությունում, բայց կարևորագույն քայլերից մեկը այդ ուղղությամբ հենց նա է, որ Հայաստանը Եվրոմիության աջակցությամբ հիմա ունի կենսաչափական անձնագրեր։ Ու պաշտոնյաները Հայաստանի երեք ասեցին դրա մասին ու ասեցին, որ աշնանից բոլոր քաղաքացիները Հայաստանի կարող են ստանալ այդ անձնագրերը։ Պարզ է այդ անձնագրերը բավական թանկ են, դա է պատճառը, որ մոտավորապես 28,000 դրամ կարժենան այդ անձնագրերը, մի քիչ ավել 28,000 դրամից, 3,000 դրամ կարժենան նոր ID քարտերը համապատասխանով կենսաչափական անձնագրերի, բայց չնայած նրան, որ ինչ որ գումար դա արժի, լուրջ առաջընթաց է, ինչը ուժեղացնում է անվտանգությունը մեր քաղաքացիների պերսոնալ անձնական տվյալների պաշտպանությունը, բացի դրանից միջազգայինորեն ճանաչված անձնագիր կունենանք ու ել ավելի հեշտ կհատենք սահմանները տարբեր երկրների։ Մի քանի խոսք, ես թվարկեցի բավական հաջող քայլեր արված Հայաստանի կողմից, Հայաստանի հետ կապված, հիմա ուզում եմ մի քանի խոսք ասել Ճապոնիա-Ռուսաստան հարաբերությունների մասին, հետո կանդրադառնամ մեր պարլամենտում եղած իրավիճակին։ Անպայման կարևոր է դա նշել, քիչ է որ Ռուսաստանը
Եվրոպայի հետ գրեթե պատերազմի մեջ է, պատերազմելով Ուկրաինայի դեմ լարված վիճակ, դուք գիտեք, եվրոպացիների հետ, Եվրոպան համարում է Ռուսաստանին իրոք մեծ վտանգ կրող պետություն, Պուտինը հիմա սրեց հարաբերությունները նաև Ճապոնիայի հետ։ Շատ տարօրինակ քաղաքականություն է վարում Վլադիմիր Պուտինը, բոլորի դեմ, բոլոր ուղղություններով հակասությունների մեջ է մտնում ամերիկացիների հետ, եվրոպացիների հետ, կանադացիների հետ, հիմա Ասիայում ճապոնացիների հետ, այո, ռուս-ճապոնական հարաբերությունները իդեալական չէին, կան չլուծված պատմական նաև հարցեր, բայց այդ կամ սրել, ոնց սրել Պուտինը զարմանալի է։ Ու Պուտինը գնաց Կուրիլյան կղզիներ։ Դուք գիտեք այդ խնդրը, որը թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ստորագրի Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիրը, այդ 4 կղզիների հետ կապված։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ռուսաստանը մցրեց զորքերը 4 ճապոնական կղզերի, այդ Կուրիլյան կղզերի մեջ։ Այնտեղ 18,000 ճապոնացիք ապրում էին, բնիկ, հանեցին այդ ժողովրդին, հիմա դա վերահսկողության տակ Ռուսաստանի տակ է, ու Պուտինը ասաց, որ դա անբաժանելի մասն է Ռուսաստանի այդ Կուրիլյան կղզիները, 4 կղզիների մասին է խոսքը, եւ գնաց Կուրիլյան կղզիներ։ Դա առաջի այցելությունն է Պուտինի Կուրիլյան կղզիներ։ Դա մարտահրավեր է նետած Ճապոնիայի։ Ճապոնիայի վարչապետը հանդես եկավ ելույթով, բողոքի, պնդեց, որ այդ կղզիները ճապոնական կղզիներ են, նաև միջազգային նորմերով, հետո արտգործնախարարը քննադատեց Ռուսաստանին, Ճապոնիա արտգործնախարարը, հետո Ռուսաստանի դեսպանին Ճապոնիայում, Տոկիոյում կանչեցին Ճապոնիայի արտգործնախարարություն տեղը դրեցին, սրվել են շատ այդ հարաբերությունները։ Միացյալ Նահանգները միանշանակ կողմ անցան Ճապոնիայի, իրանք ասեցին Ճապոնիան մեր դաշնակիցն է, իրանց տարածքային ամբողջականությունը անձեռնվեխելի է, ու այդ Ռուսաստանի քայլը, Պուտինի քայլը անթույլատրելի քայլ է։ Ես այդ օրինակը բերեցի, նորից այս ձևի օրինակներ ձեզ բերում եմ ցույց տալու ինչքան մենք բարդ աշխարհում ենք ապրում, ալեկոծվող աշխարհում։ Կարծես թե Ռուսաստանը պատերազմելով Ուկրաինայի հետ դուրս եկավ ամբողջ Եվրոպայի դեմ, լարված իրավիճակ, ծանր վիճակի մեջ է գտնվում Ռուսաստանը, այդպես չի, որ հեշտ իրանք հաղթում են, ուղիղ հակառակը, հակառակվածները Ուկրաինայի դաժան ուժեղ են, բայց հիմա գրեթե երկրորդ ճակատ են բացում Պուտինը Ասիայում Ռուսաստանի դեմ։ Իրանը խփեց, ոչնչացրեց ամերիկյան անօդաչու սարքերից մեկը, որը շատ թանկարժեք է, շատ լուրջ անօդաչու Reaper համակարգի, ու իրանցիք բավական ուժեղ հակաօդային համակարգ ունեն, պարզվում է, որ նաև արագ վերականգնում են իրանց ռազմական պոտենցիալը։ Բայց Միացյալ Նահանգները, դուք հիշում եք, ես ասացի, դա դրական է, որոշում ընդունեցին տնտեսական ճնշում գործադրել, ու հենց երեք ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, որը ասաց, որ հիմա փաթեթը սանկցիաների Իրանի հետ կամ ուժեղ կլինի, որ Իրանը կզգա շատ արագ։ Իրոք պետք չի կռվել, պատերազմել, այդ որոշումը Դոնալդ Տրամփի ես ողջունում եմ, օգտագործեք սանկցիոն քաղաքականություն, տնտեսական ճնշում, այդ էլ նավթի հետ կապված հնարավորությունները ամերիկացիների շատ մեծ են, ասենք ծանր վիճակի մեջ դնել Իրանը, թույլ չտալ, որ Իրանի նավթը, ասենք, ծախվի աշխարհում, այլ ոչ թե ռազմական գործողություններով գնալ։ Ու այսօր ուզում եմ մի քանի խոսք ասել, ինչով ավարտվեց Էդգար Ղազարյանի պատմությունը, այս ընդդիմադիր, դուք գիտեք, պատգամավոր է, որը ուժեղ Հայաստան ֆրակցիայի անդամ է, իրոք ինքը երեք չառաջորը ազգային ժողովում շատ գեշտ քննադատեց քաղաքապայմանագիրը, քննադատել կարելի է, պետք է, բայց ոչ թե այս ձևի նսեմապցուցիչ ձևակերպումներով, վերջի խոսքերով։ Իրոք դա դատապարտելի է, բայց
Ինձ շատ հետաքրքիր էր ուժեղ Հայաստան խմբակցությունը կոպիտ ասած կհանձնի իրան թե ոչ, էտել քաղ պայմանագիրը պահանջում է, որ ինքը ներողություն խնդրի, պահանջում է, որ ուժեղ Հայաստանը հրաժարվի այդ падգամավորից, ստիպի, որ ինքը հրաժարական կա դա դուրս գա ցուցակից, այս ձևի քննարկում նաև եղել եմ ելույթներում, քաղ պայմանագրի падգամավորները դա պահանջում էին, պատասխան տվեց ուժեղ Հայաստանը։ Եվ ինքը Էդգար Ղազարյանը ասեց, որ ոչ մի կանոնակարգում, ոչ մի բան չի նախատեսվում, որ մի падգամավոր մյուս падգամավորներից ներողություն խնդրի, կա էթիկայի հանձնաժողով, մտեք էթիկայի հանձնաժողով այդ բողոքը բերեք, կքննարկենք, նույնը ասեց Նարեկ Կարապետյանը, ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավարը, ու նաև ելույթ ունեցավ Արամ Վարդավանյանը, որը փոխխոսնակ է, նախագահի ազգային ժողովի այդ ընդդիմադիր կվոտաներով, ընդդիմադիր ուժերի կվոտաներով, դու ինքը փոխխոսնակ է պարլամենտի, ելույթ ունեցավ, պաշտպանեց Էդգար Ղազարյանին։ Ինձ համար դա շատ հետաքրքիր էր, ուժեղ Հայաստանը հեշտ կհանձնի իր թիմի անդամներին, որոնք կատարեցին սխալներ, թե այնուամենայնիվ կպայքարի, կփորձի համախմբել իր ֆրակցիան։ Կարծես թե ուժեղ Հայաստանը պաշտպանեց Էդգար Ղազարյանին ու չի պլանավորում, ասենք, ազատվել այդ падգամավորից, ու գոնե այսօրվա վիճակը դա է։ Ռեալությունը, որը կա ազգային ժողովում, դուք գիտեք, որակների մասին մեր падգամավորների ամեն ինչ գիտեք, բայց ուզում եմ ասել, հատուկ նշեցի, քանի որ ինձ հետաքրքիր էր, ուժեղ Հայաստանը ինչ է իրանից ներկայացնում, քանի որ երկու ընդդիմադիր ուժերից, Հայաստան դաշինքից եւ ուժեղ Հայաստան դաշինքի մասին մենք գիտենք, ովքեր են այնտեղ, որ քաղաքական ուժեր են, մենք անցյալը գիտենք, կարող ենք կտրուկ իրանց հետ համաձայն չլինել, բայց գիտենք ովքեր են։ Ուժեղ Հայաստանի դեպքում լիքը նոր մարդիկ կան, ում ընդհանրապես մենք չենք ճանաչում քաղաքական տեսանկյունից, քաղաքական դաշտում, ու ստեղ է, որ այս առաջի փորձակարներ հասկանալու իրանք պինդեն թե ոչ, կպայքարեն, կպաշտպանեն իրանց միասնությունը, իրանց падգամավորին թե ոչ։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։